այժմ ես հարցազրույցի եմ հրավիրում Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Միքայելյանին։ Ողջունում եմ ձեզ, Միքայելյան։ Մեկնարկը տրված է, խորհրդանշական օր է, այստեղ հենց այստեղից եք ազգային ժողովի դիմացից սկսում եք ձեր քարոզարշավը, պատրաստ եք դիմակայել Նիկոլ Փաշինյանի ստե կեղծիքների վարկաբեկման քարոզարշավին, որը վստահ եմ այս մեկ ամսում բարձրակետին է հասնելու։ Բնականաբար ոչ թե պատրաստ ենք դիմակայելու Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված բոլոր ստերին, կեղծիքներին եւ մեր քաղաքացիներին քաղաքական նոր մանիպուլյացիաներով կերակրելուն, այլ նաեւ վստահ ենք մի բանում, որ հունիսի 8-ից սկսած մենք սկսելու ենք կերտել Ուժեղ Հայաստան։ Իսկ ինչպիսին են մարդկանց տրամադրությունները, երկար ժամանակ է շփվում եք, տարբեր մարզերում եք լինում, ինչ եք զգում, իսկապես հնարավոր կլինի հաղթահարել, փակել այս էջը, ողբերգական այս էջը եւ սկսել նոր էջ հունիսի 8-ից Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ։ Գիտեք, ես չեմ տեսել մի մարդ, ով չուզենա փոփոխություն։ Բոլորն ուզում են փոփոխություն եւ այդ փոփոխությունները լինելու են երրորդ համարի հետ։ Ու ես ուզում եմ վստահեցնել մեր բոլոր քաղաքացիներին, որ իրենք լցվեն հույսով, իրենք չվախենան իշխանության կողմից տարվող այս ապօրինի գործողություններից, իրենք հայտնեն իրենց կարծիքը, քվյատ խցում նրանք լինելու են մենակ իրենց խղճի առաջ, կամ կքվյարկեն Ուժեղ Հայաստան ունենալու օգտին, կամ կքվյարկեն թուրքական վիլայետ դառնալու օգտին։ Այլ ընտրություն չկա։ Այո, շնորհակալություն։